Այսօր 1949 թվականից ի վեր առաջին անգամ Գերմանիայում կանցլերի ընտրությունը տապալվել է։ Գերմանիայում քրիստոնյա-դեմոկրատական միության ու սոցիալ-դեմոկրատների կոալիցիոն թեկնածու Ֆրիդրիխ Մերցին այսօր չի հաջողվել ընտրվել կանցլեր քվեարկության առաջին փուլում։ Պահպանողական 69-ամյա Մերցին 6 ձայն է պակասել նվազագույն անհրաժեշտ 316-ից։ Մերցը երկրորդ անգամ կփորձի դառնալ կանցլեր, գրում է խորհրդարանականները 14 օր ունեն Մերցին կամ կանցլերի մեկ այլ թեկնածուի բացարձակ մեծամասնությամբ ընտրելու համար, հորդորում են։ Մերցի պահպանողական դաշինքը փետրվարյան ընտրություններում հաղթել է հավաքելով ձայնի 28.5%-ը։ Գերմանիան նոր կոալիցիոն կառավարություն ունի քրիստոնյա-դեմոկրատական միությունը ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ։ Կոալիցիոն հուշագիր է ստորագրել ձախ կենտրոնամեծ սոցիալ-դեմոկրատների հետ, վերջ դնելով երկրի քաղաքական դաշտում շուրջ կես տարի շարունակված անորոշությանը։ Սիրիայի անցումային ժամանակահատվածի նախագահ Ահմեդ Ալ-Շարան առաջին եվրոպական ուղևորությունը կկատարի ու կմեկնի Ֆրանսիա։ Մակրոնի հետ հանդիպումը կայանալու է չորեքշաբթի։ Մակրոնը կրկնելու է աջակցությունը նոր Սիրիայի կառուցմանը, ազատ, կայուն ինքնիշխան Սիրիային, որը հարգում է սիրիական հասարակության բոլոր բաղադրիչները, երեքշաբթի հայտարարել է նա Ելիսեյան պալատում։ Այս հանդիպումը Ֆրանսիայի պատմական հանձնառության մի մասն է սիրիացի ժողովրդին, որը ձգտում է խաղաղության ու ժողովրդավարության, նշված է հաղորդագրության մեջ։ Հանդիպման ընթացքում Մակրոնը կընդգծի իր պահանջները սիրիական կառավարությանը առաջին հերթին տարածաշրջանի կայունացման, այդ թվում Լիբանանի եւ ահաբեկչության դեմ պայքարի մասին։ Նշենք, որ Սիրիայի նոր ղեկավարը իր առաջին արտասահմանյան այցը կատարել է Թուրքիա։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Նա ցավակցություն է հայտնել իր իրանցի գործընկերոջ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ, իսկ Փեզեշքյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել Պուտինին աղետի հետևանքները վերացնելու հարցում ցուցաբերած աջակցության համար։ Ղեկավարները քննարկել են համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի հիման վրա համագործակցության զարգացման հարցերը, տրանսպորտի ու էներգետիկայի ոլորտներում համատեղ նախագծերը, ինչպես նաև Իրանի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջընթացը։ Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը նպաստելու այս երկխոսության առաջխաղացմանը միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված արդար համաձայնության հասնելու նպատակով, ասվել է Կրեմլի հայտարարության մեջ։ Մոսկվայում հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հաղթանակի շքերթին կմասնակցեն 29 օտարերկրյա միջնորդներ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Մենք հրավիրել ենք բազմաթիվ արտասահմանյան հյուրեր եւ մենք անկնկալում ենք, որ մեր հրավիրած երկրների 29 առաջնորդները ներկա կլինեն հաղթանակի շքերթին, ասել է նա։ Կրեմլի ներկայացուցիչը մանրամասնել է, որ դրանք են Հայաստանի, Ադրբեջանի, Բելարուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Բոսնայի եւ Հերցեգովինայի, Բրազիլիայի, Բուրկինա Ֆասոյի, Վենեսուելայի, Վիետնամի, Գվինեա-Բիսաուի, Եգիպտոսի, Զիմբաբվեի, Չինաստանի, Կոնգոյի, Կուբայի, Լաոսի, Մոնղոլիայի, Մյանմայի, Պաղեստինի, Սերբիայի, Սլովակիայի, Հասարակածային Գվինեայի, Եթովպիայի, Հարավային Օսիայի առաջնորդները։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երրորդյա հրադադարի մասին Ռուսաստանի առաջարկը շատ է, հաշվի առնելով, թե ինչպես սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծման ճանապարհը։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը ելույթի ժամանակ։ Նախագահ Պուտինը երրորդյա զինադադար է հայտարարել, որը կարող է այնքան էլ շատ չթվալ, բայց դա մեծ բան է, եթե իմանայիք, թե որտեղից ենք մենք սկսել։ Լրագրողներին ասել է Դոնալդ Թրամփը։ Թրամփը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Ուկրաինայի պատերազմը չպետք է տեղի ունենար, նշելով, որ եթե ինքը չդառնար նախագահ, ոչ ոք չէր խոսի խաղաղության մասին։ Մենք ունեինք նախագահ, ով 3 տարի չէր խոսում Պուտինի հետ, ասել է ամերիկյան պետության ղեկավարը, նկատի ունենալով իր նախորդ Ջո Բայդենին։ Կարծում եմ, որ մենք երկար ճանապարհ ենք անցել եւ գուցե ինչ-որ բան տեղի կունենա։ Հուսով եմ, որ դա կլինի, հավելել է Թրամփը։ Նշենք, որ Ուկրաինան հորդորել է չմասնակցել մայիսի 9-ին Ռուսաստանում կայանալիք ռազմական շքերթին։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ անընդունելի կլինի եւ կդիտարկվի որպես աջակցություն Մոսկվային իր ռազմական հանցագործությունները արդարացնելու գործում։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, մնացեք Օրակիր Նյուզի հետ։